բարի երեկո իմ շատ սիրելի հեռուստադիտող, եթերում է երեկոն Շանթում Զարայի հետ։ Շաբաթն անցավ իր հետ տանելով հին լուրերը, իսկ ահա նոր շաբաթը բերել է նոր լուրեր։ Տեսնես ինչ են ասում չար լեզուները։ Եկեք միասին դիտենք լուրերի քողարկումը։ Մենք դեռ Snoop Dogg-ը չենք մարսել, հիմա էլ J-Lo-ն։ Ջենիֆեր Լոպեսը դեռ չի եկել Հայաստան, բայց սկանդալները արդեն գնում են։ J-Lo-ի պրոդյուսերը պահանջել է օպերայի մոտ տեղադրեն նրա նկարը, բայց քանի որ Հայաստանում Ջենիֆերը հայտնի է ոչ թե դեմքով, պրոդյուսերը պահանջել է, որ գովազդային վահանակի վրա նկարված լինի Ջենիֆերի Լոպեսը։ Մերոք բնականաբար ասել են չէ, չի կարելի, ինչին ի պատասխան պրոդյուսերը ասել է, ընտրություններին ամեն թեկնածուի նկար կարելի է, իսկ Ջենիֆերից չէ, հա? Իդեպ մեզ ահավոր հետաքրքիր է, Ջենիֆերը Հայաստան գալուց բագաժա հանձնելու, թե հետը բարձրացնելու է բորդ։ Զանգվածային բլոտ Նորքի զանգվածում, ավելի ճիշտ բազար բլոտ։ Համացանցը ցնցել է նաև մասիվում անցկացված բլոտի ոչ պաշտոնական առաջնությունը։ Կրքերն այն աստիճան են բորբոքվել, որ քննչական մարմիններ են խառնվել թեմային և որոշել են 16 գրել թաղապետին, որովհետև նա չախել էր Չախոյանին։ Բացի այդ, կասկածվում է, որ ընկերները 4 թիվ խոսելու փոխարեն ավել պատժկա են արել։ Իրավիճակը սրել է ընդդիմությունը, բայց մինչ այդ իրավիճակը քուանշել էր իշխանությունը։ Հայկական երթևեկություն, թե համաշխարհային գրականություն։ Հայկական երթևեկությունը լրիվ վերածվել է համաշխարհային գրականության։ Փողոցները լիքն են Դոստոևսկու ապուշներով, Մայն Ռիդի անգլուխ ձիավորներով, Պրոյշյանի ցեցերով, Չարենցի խելագարված ամբոխներով և Թումանյանի անխելք մարդկանցով։ Էլ վերջին պահին մարգատ միացնողներ, էլ խաչմերուկում վերջին գիծ փոխող շուստրի տառականներ, էլ թեքահարթակի մոտ պարկով կանող ամբոխնաշարներ։ Իդեպ 2024 թվականին 200 անգամ վթարի են ենթարկվել շտապօգնության մեքենաները, հետևաբար կա բոլոր իրավունքները մեր երթևեկությունը անվանելու Օրուելի անասնաֆերմը։ 970 գրամ ուրախություն ԱՄՆ-ից։ Ֆանտաստիկ դեպք պետեկամուտների կոմիտեում։ Աշխատակիցները գտել են 970 գրամ մարիխուանա։ Հեսակասեկյանի ինչ։ Զակլատկեն դրել են, իրանք էլ գտել են։ Ոչ։ Պեկի աշխատակիցները 970 գրամը գտել են մաքսային պահեստում, որը Հայաստան էր եկել ԱՄՆ-ից։ Հայտնաբերելով 970 գրամ մարիխուանան, Պեկի աշխատակիցները մշակել են ոչնչացման պլան։ Չէ, պլանը լավ բառ չէր։ Մշակել են ոչնչացման օպերացիա։ Ոչնչացման օպերացիայից հետո ավագ աշխատակիցներից մեկը մեր հարցինի պատասխան ասաց. Ցավները տանեմ ուր եք խորացեք, կպեք ձեր գործերին։ Դե ինչ շարունակվում է մեր հետաքրքիր երեկոն Շանթի եթերում։ Իսկ այս ողջ երեկոյի ընթացքում ձեզ հետ կլինի մեր շատ սիրելի տաղանդավոր երաժիշտները Revival Music եւ Վարդգես Ալեքսանյան։ Իսկ այժմ ժամանակն է, որպեսզի ես ներկայացնեմ իմ թանկագին հյուրին։ Մարդ, ում հաղորդումների ժամանակ սպառվում է 1000 ու մի տուփ անձեռոցիկ։ Նա ատամնաբույս չէ, բայց հաշվել է բոլոր հայ աստղերի ատամները։ Նա պրոդյուսեր չէ, բայց կարողանում է մերկացնել հայ հայտնիներին։ Ասում են հնարավոր չէ արդյունքները զսպել 3 դեպքում՝ խաչիկոն դիտելիս, սող կտրատելիս և նրա մոտ հարցազրույց գնալիս։ Ասում են, որ նա իր լացացնելու սուպեր կարողությամբ ձեռնոց նետեց նույնիսկ հնդկական սերիալներին։ Ռամը մեզ օգնական։ Դիմավորեք Ամալիա Հովհաննիսյան։ Ողջույն շատ սիրելի Ամալիա։ Ողջույն Վերջապես ինձ հյուր եկար։ Ես շատ ուրախ եմ, որ քեզ մոտ եմ, իմիջայլոց այնտեղ ծիծաղում էի, շատ հետաքրքիր ձևով էի ներկայացնում։ Ես շատ ուրախ եմ, որ քեզ մոտ եմ։ Փոխադարձ Ամալիա ջան, որովհետև իրականում ինչի են քեզ հրավիրել։ Չի կարելի մուրջ ունես։ Չէ, չի կարելի անընդհատ վերցնել, պետք է մեկ-մեկ էլ տաս։
Նու խոսքը հարցազրույցների մասին է։ Փորձում եմ երբեմն։ Նկատել եմ, որ հաճախ է սկսել հարցազրույցների գնալ, ինչով է դա պայմանավորված։ Հաճախ չի ասի, որովհետև ես առհասարակ որպես հարցազրույց վերցնող մարդ չեմ սիրում, երբ մարդիկ սպառվում են այնքան են խոսում ու դրա համար փորձում եմ պահել բալանսը։ Հիմա համընկավ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ եմ մասնակցում հաղորդման, սովորաբար բալանսը փորձում եմ պահել, բայց երկու դեպքում էլ այնպիսի հրավերներ էին, ես քեզ երբ զանգահարեցիր, ասացի, որ քո առաջարկը նույնիսկ չեմ քննարկում, որովհետև չէի կարող մերժել, այնպես որ եթե այլ դեպքերում որոշակի բալանս պահում եմ, քո դեպքում ես չէի կարող նման բան անել։ Ես շատ շնորհակալ եմ։ Զգացվածք ստացա։ Այ ինչպես եղավ, որ որոշեցիր դառնալ լրագրող, այդ ինչ անարդարության հանդիպեցիր, որ որոշեցիր անպայման պիտի լուսաբանես դա։ Ես իրականում շատ վաղ տարիքից եմ որոշել դառնալ լրագրող, երևի թե 12-13 տարեկան էի, ընդ որում ես գնացել էի հաղորդավար դառնալու երազանքի հետևից ու հաղորդավարական դպրոց էի գնացել, որտեղ սովորում էինք լրագրություն, եւ ես լրագրությունը այնքան սիրեցի, որ ուղղակի մոռացա հաղորդավար դառնալու իմ երազանքի մասին եւ որոշեցի, որ կզբաղվեմ լրագրությամբ։ Ու երբևէ էլ չեմ վերադարձել այդ ցանկությանս ու հիմա էլ երբ ինձ համարում են հաղորդավար, ես համարում եմ ինձ լրագրող, որը կադրում հարցազրույցներ է անում, բայց օրինակ ես շոուներ չեմ վարում ու ինձ չեմ պատկերացնում այդ ձևաչափում, այնպես որ չեմ կարող ասել, որ ի վերջո իրականացրեցի իմ հաղորդավար դառնալու ցանկությունը, ի վերջո իրականացրեցի այն, ինչ գտել էի այդ շրջանում, հա, բացահայտեցի լրագրության աշխարհը, սիրահարվեցի ու շարունակեցի գործունեությունս այդ ոլորտում։ Ամալիա, իսկ ունեցել ես օրինակ նյութ, թեկուզ մանուկ հասակում, որ դու կուզենայիր դա լուսաբանել, քո աչքերով տեսնեին իրականությունը ու դեռ չես մոտեցել այդ նյութին։ Ես ժամանակին զբաղվել եմ նաև սոցիալական լրագրությամբ, բայց կան սոցիալական թեմաներ, որոնք ես ուզում եմ լուսաբանել։ Օրինակ ժամանակին ես անում էի նախագծեր մանկատան երեխաների հետ, մանկատնից հետո թե իրենք ինչպես են ապրում իրենց կյանքը, իրենք բավականին շատ բարդությունների են հանդիպում ու որպես այդպիսին պետական աջակցություն չեն ստանում։ Ես երբեմն մտածում եմ այդ նախագծին վերադառնալու մասին։ Ես հիմա ձեր ֆորմատը խախտում եմ, ոնց որ դուք երեկոյան ուրախ ֆորմատ եք, ես սկսեցի սոցիալական նախագծերից խոսել։ Քեզ ոնց քեզ հարմար է խոսի, այնպես որ չկա ոչ մի սահմանափակում։ Մի խոսքով այդպիսի սոցիալական նախագծեր կան, որոնք մտածում եմ իրականացնել ու հարցազրույցների ձևաչափով վերջերս էլի մի միտք ունեի, որը կալանավորված մարդկանց մասին էր, բայց այդտեղ շատ նուրբ է աշխատանքը, ես մեծ մտավախություն ունեմ, որ կարող է արդարացնեմ այն, ինչը չպիտի արդարացնեմ, դրա համար դեռ այդ մտքից չեմ մոտենում։ Բայց դիտել եք Քսենիա Սոբչոկի այդ հաղորդումը։ Ես դա տեսել եմ, բայց ես իրականում, հա, այդ միտքը մինչև այդ էր, իսկ Սոբչոկինը կարծեմ մի քանի ամիս առաջ էր, այսինքն այնտեղից չեմ ոգեշնչվել, թեպետ երբ որ նայեցի այդ հարցազրույցն, իմ մեջ միշտ երկու հոգի կռիվ են տալիս։ Ես որպես կանոն լավ 90% դեպքերում կարողանում եմ մարդկանց միջից իրենց միջի լույսը հանել, այսինքն դրական կողմից ներկայացնել մարդուն։ Ու հիմա ես մեծ մտավախություն ունեմ, ես որ գնամ այդպես դրական կողմից ներկայացնեմ, մի կողմից ես ուզում եմ ցույց տալ, որ մարդիկ ունեն էմոցիաներ, մարդիկ ունեն անցած ճանապարհ, մյուս կողմից ինչքանով է ճիշտ դա անելը։ Ես դեռ այդտեղ ճշմարտություն չեմ գտել, որ մոտենա գծին։ Բայց հետաքրքիր ամեն դեպքում է դաշտը շատ բաց է ու շատ քիչ ինֆորմացիա, այնքանով որքանով որ մենք գիտենք, հետաքրքիր կստացվի ինձ թվում է։ Հետաքրքիր կլինի, դիտելիություն կլինի, բայց ինչ դու կտաս դրանով լսարանին։ Այստեղ ես կանգ եմ առնում։ Իսկ ինչպես պետք է գտնես գնաս Աշիկի։ Չգիտեմ, Ամալա ջան, ինձ որ լսես, ինչ այլ կանես։ Պիտի հասկանամ ինչպես ճիշտ մոտենամ։ Հասկացա ես։ Ամալա շատ հայտնի ընկերություններ, օրինակ Adidas-ը ոգեշնչվել է Adidas ընկերությունից, Roche-ը Rocher-ից, դու քո հաղորդումը։
Որ հաղորդումից ես ոգեշնչվել, որ սկսել ես անել։ Ուրեմն մենք երկրորդ կամ երրորդ կուրս էինք, վայ վերջապես ես հնարավորություն ունեմ այս մասին խոսելու։ Պատմելի։ Երկրորդ թե երրորդ կուրս էինք, իմ դասախոսը Լիլիկը Ստեփանյան մեզ բերեց Ուրմսոտի հարցազրույցները, որը սովետական տարիներին ֆանտաստիկ անկեղծ հարցազրույցներ էր անում, ու այդ հարցազրույցները թե ինչպես է անում, այդ մասին գիրք էր։ Ու մեզնից յուրաքանչյուրին տրված էր մի թեմա, որը պետք է ուսումնասիրենք, ներկայացնենք ու ներկայացնելու ընթացքում նաև մյուսները սովորեին։ Շատ հաստափոր գիրք էր։ Բայց դու ընտրեցիր դրանից լացի հատորը։ Լացի հատորը չէ, ես ոչ թե իմ թեման ընտրեցի, այլ ամբողջը կարդացի, հետո գնացի դա պատճենեցի, որովհետև շատ տպավորված էի հարցազրույցներով։ Դե այն ժամանակ մեթոդները մի քիչ ուրիշ էին, Ուրմսոտը, որևէ հարցազրույց անելու համար կարող է երկար հետևեր մարդուն։ Ես մի դրվագ եմ հիշում, ծառեր բարձրացել եւ դարանակալում էր, թե տանը այդ մարդը ինչ է անում, ինչ է սիրում ուտել, ինչ է սիրում խմել, ինչպես է իրեն պահում, որպեսզի ինքը կարողանար ճիշտ մոտենալ ու իր մոտ էլ շատ հայտնի մարդիկ, շատ չոր մարդիկ, որոնք ընդհանրապես չեն անկեղծանում էին։ Թույն կետերը գիտեր է։ Այո։ Այնպիսի բաներ էին պատմում, որ դա շոկ էր լինում։ Ու այդ ժամանակ ես արդեն ոգեշնչվեցի, իրականում իմ հաղորդումը որպես այդպեսին որպես հաղորդում դա բացահայտում չէ, դա հարցազրույցի դասական ժանր է, դիմանկարային հարցազրույց, որ նմանատիպ հարցազրույցներ շատ կան, իսկ քոնը առանձնանում է կոնկրետ ուրույն ձեռագրով, հետաքրքիր Ամալիա, դու ցույց ես տալիս շատ հայտնի մարդկանց, ովքեր հաջողել են իրենց ոլորտում, նրանց ձախողած տենց դժվար կողմերը, հիմա հարցս հետևյալն է, երբ նկատում ես ինչ-որ հայտնի կյանքում, ինչ-որ դժվար փուլ է սկսվել, ասում ես Ջոն, նորից հարցազրույց ունեցա, թե ինչպես է վերաբերվում դրան։ Հիմա հումորով պատասխանում, թե լուրջ։ Ես հումորով էի հարցնում, ասում եմ Ջան։ Բայց եթե լուրջ ես շատ հաճախ խորհուրդ եմ տալիս, որ շատ էմոցիոնալ փուլերում չխոսեն ու մի փոքր էմոցիաները հանգստանան, նոր խոսեն, որովհետև ես աղջիկ ջան։ Այ ես դիտել էի քո Time Story-ներից, որ երեք դու բարեկային ծառայությունը քեզ կանգնացրել եւ դու գանել էր, չէ՞։ Ինչ անարդարության ես հանդիպել։ Խնդրում եմ լուսաբաներ Ամալիա։ Ես կարծում եմ, որ օրենք է այստեղ ճիշտ, չէ՞։ Նախ պիտի ասեմ, որ առաջին անգամ էի այս 5 տարվա ընթացքում տուգանվում, որովհետեւ ինձ էլի եղել է, որ կանգնեցրել եմ, բայց երբևէ խախտում չեն գտել, որպեսզի արձանագրեմ։ Երբևէ դու չես ունեցել։ Բացառիկ հարցազրույց շանթի եթերում Ամալիա Հովհաննիսյանով երբեք չունեցել տուգանք, առաջ անգամ տուգանվել է եւ կիսվում է հենց մեր եթերում, որովհետեւ անջատված է։ Ես մոռացել էի վերակնքել ապա պայմանագիրը, նոր էր լրացել, ես նախորդ տարի մայիսին էի հենց գնել ես մեքենաս, նոր էր լրացել ու ինձ այդպես կանգնացրեցին, ասեցին, որ բայց ինչ, մի կոնե մի հատ ասմունք է իր Ամալիա։ Իրականում ես կարծում եմ, որ այստեղ անարդարությունը այնտեղ է, որ պետք է մարդկանց տալ նախազգուշացման հնարավորություն։ Ես օրինակ դրանից 1 ժամ հետո վերակնքեցի, բայց մարդ ես կարող ես եւ մոռանալ։ Զգուշացնում էին, ինչի են դադարել զգուշացնել։ Այ ես ստորին արեցի ու ինձ բազմաթիվ մարդիկ գրեցին, որ վերջին շրջանում իրենք էլ են տուգանվել եւ իրենց էլ չեն զգուշացրել։ Նոր օրենք է դա չզգուշացնել։ Դա որպես այդպեսին օրենք չէ, բայց կարծում եմ, ենթադրում եմ, որ որոշակի միտում կա, որովհետեւ բոլոր մարդիկ, ովքեր սովոր էին, որ 1 ամիս առաջ իրեն զանգելու է գործակալը եւ ասի, որ վերակնքելու ժամանակն է, չեն ստացել այդ զանգը, իսկ այսօր հավատացեք, որ հաջորդ տարի մայիսի 8-ին դժվար կլինի հիշել, որ իմ ապայի վերակնքման օրն է։ Հաստատ։ Օրինակ ես ապաս չեմ։ Ստուգիր։ Ստուգեք բոլորը իմ տեսախցիկը, ստուգեք բոլորը, հիմա այդպես շատ են տուգանում։ Ամալիա ջան, քո հաղորդումների ընթացքում շատ հաճախ մեկնաբանում են հյուրիդ, իսկ ինձ հետաքրքիր է, թե ինչպես են վերաբերվում քեզ մեր հայրենակիցները։ Մեր հատուկ թղթակից նվերը շրջել է Երևանի փողոցներում ու փորձել է հասկանալ, թե ինչպես են քեզ վերաբերվում եւ զուգահեռաբար նվիրել տարբեր նվերներ։ Հուսով եմ լավ բաներ են ասել։ Արի դիտենք։ Ես երեկոն շանթում Զարայի հետ հաղորդման հատուկ թղթակիցն եմ։ Իմ անունը Նվեր է, ձերը դժվար թե։ Գիտեք, իրականում սա ինձ համար մեծ նվաճում է, քանի որ ես մտածում էի, որ 1.5 հաղորդում հետո ինձ կհանեն, բայց ոտս թեթև պնդացնում եմ։ Այսօրվա մեր հյուրն է Ամալիա Հովհաննիսյանը։ Նա լացացրած ունի շատ հայ աստղերի, նրա հարցերից լցվել են շատ աստղերի աչքեր։ Իսկ հիմա ես պետք է գնամ ու պարզեմ, թե ով է Ամալիա Հովհաննիսյանը։ Դե ինչ, գնացինք։ Բարև ձեզ։
Երեկոն շանթում Զարայի հետ ես հատուկ թղթակից նվերն եմ, իսկ դուք Michael. կարելի է անջատել երաժշտությունը, Մայքլ։ Բարև ձեզ, Մայքլ։ Բարև ձեզ։ Կարելի է ձեզ երկու հարց։ Okay. Ճանաչում եք Ամալիա Հովանիսյանին։ Կներեք ոչ։ Ոչ, իսկ ինչ եք կարծում։ Նրա գործունեության մասին ինչ եք մտածում։ Կարող ենք երաժշտուհի է։ Երաժշտուհի։ Նոր բառ, այո, նա երաժշտուհի է։ Okay. Ինչ եք կարծում, նա լավ երաժշտություններ է գրում։ Չգիտեմ, որտեղ չեմ ճանաչում, չեմ կարող խաբել, ստել։ Չեմ ճանաչում ուղղակի, կարող ենք ժողովրդական երաժշտուհի է։ Ժողովրդական երաժշտուհի։ Այո։ Չգիտեմ։ Այո։ Այո, կարծում եմ այո։ Ինչն եք կարծում, այո։ Ժողովրդական երաժշտուհի է։ Ինչ եք կարծում։ Նա ամուսնացած է։ Ոչ։ Իսկ կուզենայիք ամուսնանալ նրա հետ։ Նայեք։ Ոչ։ Ամաչկոտ եք։ No։ Լավ։ Ինչ էր ձեր անունը։ Michael։ Շատ լավ։ Ստոպ։ Իսկ ճանաչում եք նրան։ Այո, Ով է նա։ Ամալիա Հովանիսյան։ Վաու։ Ինչ եք կարծում նրա գործունեության մասին։ Հավեսա։ Հավեսա։ Այո, Ինչ է անում նա։ հարցազրույցներ ա վերցնում մարդկանցից, տենց լացացնում ա բոլորին։ Ամալիա Հովանիսյանը լացացնում է բոլորին։ Այո, Իսկ դուք նրա հարցազրույցները դիտելիս լացում եք։ նայած մարդու հարցազրույց։ Ինչ կմաղթեք Ամալիա Հովանիսյանին։ Շարունակ իր գործունեությունը ավելի կատարելագործվի ու շարունակի մեզ զարմացնել։ Շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Իսկ ուզենաք նվեր ստանաք։ Նվերներին ո՞նց եք նայում ընդհանրապես։ Շատ լավ։ Տեսնում եմ։ Դե իմ անունը նվեր էր, չէ՞։ Հա։ Լավ։ Այդ դեպքում ես ձեզ պետք է փոխանցեմ մեր հաղորդման հովանավոր Solar Center-ի կողմից 200,000 դրամի նվեր քարտ, որը դուք կարող եք օգտագործել գնումներ կատարելու դեպքում։ Բարև ձեզ, երեկոն շանթում Զարայի հետ ես հատուկ թղթակից նվերն եմ, իսկ դուք։ Ես Անուշիկը։ Անուշիկ ջան, դուք շատ գեղեցկուհի եք։ Ներեք, մի քիչ ջղաձգվեցի։ Անուշիկ ջան, կարելի է ձեզ մի հարց։ Լսումը մենակ Արագել էր։ Ով է նա։ Լրագրող Ով է։ Լրագրող Ամալիա Հովանիսյան։ Չեք խաբում։ Չէ, ուշանում եմ Ինչից եք ուշանում։ աշխատանքից։ Ինչ եք աշխատում։ Փակագծերը չբացեմ։ Իսկ ինչ եք կարծում, ամուսնացած է Ամալյան։ Ոչ։ Իսկ ինչ եք կարծում, կամուսնանա։ Իհարկե կամուսնանա, գեղեցիկ տաղանդավոր խելացի աղջիկ է։ Երբ։ Չգիտեմ։ Դե լավ, գնացեք, մենք ձեզ շատ չսպասացնենք։ Ձեզ շնորհակալություն։ Բարև ձեզ։ Երեկոն շանթում Զարայի հետ ես հատուկ թղթակից նվերն եմ, իսկ դուք։ Վիկա։ Այո։ Okay, իսկ մի հարց կարելի է ձեզ։ Իհարկե։ Ճանաչում եք նրան։ Ոյ, չէ, բայց եմ կծանոթը։ Չէ։ Իսկ ինչ եք կարծում, նա ամուսնացած է։ Ինձ թվում է այո։ Իսկ ինչ եք կարծում, նրա մասնագիտությունը ինչ է։ Երևի երգչուհի։ Չեմ կարող ասել։ Դա ձեր վերջնական պատասխանն է։ Երգչուհի, Ամալիան, հա։ Վաու, ճանաչեցիք։ Հա, հաղորդավարուհի է ճանաչել։ Եվ ինչ կասեք նրա գործունեության մասին։ Շատ խելացի կիրթ աղջիկ է, մենակ իր հաղորդումներն եմ նայել, դրանից ելնելով ուղղակի մտածում եմ, որ խելացի է, չգիտեմ, ամուսնացած է թե չէ։ Լավ, այդ դեպքում ասեք, թե քանի հայ աստղեր լացացրել նա։ Ոյ բոլորին, դաժե ես եմ աստղերի հետ լացում։ Լուրջ, դուք ուզվում եք, հա։ Չէ, էմոցիոնալ դաշտը սա բարձր է, բայց չեմ ուզվում։ Բարև ձեզ։ Երեկոն շանթում Զարայի հետ ես հատուկ թղթակից նվերն եմ, իսկ դուք։ Նունեն։ Տիկին Նունե, ճանաչում եք նրան։ Դեմքը ծանոթ է, բայց ոնց որ հա, Ամալիան Հովանիսյան։ Ինչ եք կարծում, ինչով է զբաղվում նա։ Հաղորդավարուհի է։ Հաղորդավարուհի։ Իսկ Լրագրող հաղորդավարուհի։ Հարևանուհիս է, հետևում եմ։ Լուրջ։ Այո։ Իսկ ինչ եք կարծում, երբ կամուսնանա նա։ Շուտով։ Բայց մի տեսակ շատ վստահ եք ասում։ Դե հետևում եմ հարևանուհիս է։
Հաստատ Ես իր մաման եմ։ դուք իր մայրիկն եք։ Աչքերից չեմ հավատում։ Տիկին Նունե, իսկ ինչ եք կարծում։ Ամալիա Հովհաննիսյանը իր հարցազրույցների ընթացքում քանի հայ աստղ է լացացրել։ Չեմ հաշվել, քանի հոգու է լացացրել, միայն իմ մոտ տպավորվել է, որ կարևորը շատ անկեղծ հարցազրույցներ են եղել ու լացելը, ճիշտն ասած, այդպես չեմ կենտրոնացել լացելու վրա։ Տիկին Նունե, շատ շնորհակալություն, որ զրուցեցիք մեզ հետ։ Մեր հաղորդման հովանավոր Solar Center-ի կողմից ձեզ փոխանցում ենք 200,000 դրամի նվերքարտ, որը կարող եք օգտագործել գնումներ կատարելու դեպքում։ Շնորհակալ եմ շատ։ Փաստորեն արժեր Ամալիկին ունենալ։ Շատ արժեր։ Որ այսօր ես նվերը ստանայի։ Ես իսկ մի հարց է, ինչ կասեք Ամալիային հենց հիմա։ Հիմա նա ձեզ դիտում է։ Հենց հիմա Ամալիայից կարծեմ մի շատ կարևոր բան, բալես այն հավատն ու սերը, որ ունես առ Աստված, երբևիցե ինչ ուզում ա պատահի քո ճանապարհին, երբևիցե թույլ չտաս, որ սասանվի ու անգամ տատանվի։ Աստված օրհնի քեզ։ Շատ շնորհակալ եմ Տիկին Նունե, դուք շատ լավն եք։ Վայ։ Ամալիա։ Կարողացանք հուզել քեզ։ Հասկացաք ինչքան պարզ են մարդկանց էմոցիաները, ինչքան պարզ ձևով կարող են այդ էմոցիաները։ Բայց մամայիս որտեղից է։ Ամալիա ջան, բարև։ Ո՞նց ես։ Լավ եմ, դուք ինձ լացացրեցի հարցազրույցը եկա ցավը տանեմ։ Մամայիս որտեղից է գտել։ Բա ցավը տանեմ։ Գիտես չէ փոքր, այսքան ժամանակվանից երազել եմ քո հետ նա տանգո պարեմ։ Տղեկ չես տուշ։ Նվերին չես անում։ Չպարեմ։ Բարի լավ։ Արի իջնենք ստեղ պարեմ։ Բայց մի քիչ դիստանցիա պահի։ Մի քիչ դիստանցիա պահի, Նվեր ջան, զգացմունք չառաջանա։ Սիրումը դու ինձ տվեցիր Երջանկության համբյուրները Կատակ եմ անում, դասղեկի թե չես պահ, մի քիչ Ընկեր Հովհաննիսյան, Նվերը շատ ա երազել ձեզ հետ բարի։ Ես այդքան մեծ եմ փաստորեն։ Դուք իմ մամային ոնց եք գտել։ Ինքը օպերայում չի եղել մենակ։ Լավ մտածի։ Ես Հատուկ լրագրողական հետաքննություն ենք անցկացրել ձեր շենքի բակում։ Բայց իսկապես Տիկին Նունեի հումորը, որ հա, մեր օրը շատ ուրախ են ասում։ Հարևանույցը մեկ ինձ էլ է նամակագրում հարևանիս աղջիկն ես, չգիտեմ ինչ, օրինակ զանգերից պատասխանի հարևանիս աղջիկն ես ի վերջո եւ այլն։ Իսկ կասես քո հաղորդումներից ամենատպավորիչը, որ կոնկրետ մամայի արձագանքը կամ առաջի եթերը ինչպիսին էր։ Մաման բոլոր հաղորդումները ուշադիր նայում է, այնպես չի լինում, որ ինչ-որ մի բան բաց թողնի ու միշտ ինչ-որ արձագանքներ տալիս է, երբեմն լինում է, որ ես գալիս եմ տուն, մենք ինչ-որ բաներ քննարկում ենք, ինքը սովորաբար ավելի դրական խոսքեր է ասում, որպես կանոն միշտ սիրտ է տալիս ու այստեղ ինքը երբ որ խոսքեր ասեց, որ ես չտատանվեմ, ես ու ինքը գիտենք ինքը ինչի մասն էր խոսում։ Այս դեպքում էլ ինձ մոտ ուղղակի հիմա շատ ընտրությունների փուլ է ու ես ինչ-որ առումով հիմա մտածում եմ շարունակելու մասը։ Ոյ ջան։ Yes։ Արի ես կզարկեմ։ Վիճը պակասյանը, զուկասյակ։ Հիմա ձեր մոտ երեկոյան շոու է։ Շատ լավն է։ Ինչու եք գողանում իմ ձևաչափը։ Պլեջ ենք անում։ Մենք պլեջ անողներ ենք։ Ես իրականում հիմա մտածում եմ այս ամեն ինչը շարունակելու ու չշարունակելու մասին։ Դրա համար մաման դա ասաց ու դրա համար ինձ համար մի քիչ ծանր փուլ է հիմա։
Ոչինչ։ Կանցնի ամեն ինչ։ Նենց ծանր փուլեր են եկել անցել Ամալա ջան։ Իրականում այդ ծանր փուլերը մեզ կոփում են, դարձնում են մեր ես ավելի պինդ։ Ես մի նոր ասացվածք եմ հորինել, այնինչ մեզ չի սպանում, դարձնում է հրեշ։ Ինձ թվում է մի մեծ բազմություն, մի մեծ բանակ պահանջելու է, որ անպայման շարունակես, որովհետև ստացված է քո մոտ այն ինչ որ անում ես, այն ինչով որ զբաղվում ես, որովհետև պերֆեկցիոնիստ ես գործումդ, ես նկատեցի ու մանրակրկիտ ու նաև հոգեբան։ Ու իրականում նաև այդ պատասխանները այնքան գալիս են ամեն անգամ, երբ ես մտածում եմ, իսկ կարողա չանեմ, այնպիսի պատասխաններ եմ ստանում, որ հասկանում եմ, որ չէ, բայց չես կարող չանել։ Իսկապես դու տեսակ ես, որ պիտի շարունակես։ Ամալիա, ես ուզում եմ հարցնել քեզ, իսկ չի եղել, որ օրինակ հարցազրույցների ժամանակ ասեն գումար առաջարկեն, որ իրենք տան քեզ հարցազրույց, այլ ոչ թե դու հրավիրես նրանց։ Շատ է լինում, բայց ես մերժում եմ ու ես այդ հարցում շատ սկզբունքային եմ։ Վերջերս նույնիսկ ինչ որ մեկը, որը առաջարկել էր գումարով գալ հարցազրույցի, ես հրաժարվել էի, վատ մեկնաբանություն էր գրել TikTok-ում, ես այսպես նայեցի, ժպտացի, ասում եմ, իսկ եթե ես հրապարակեմ, թե ինքը ինչու է այս մեկնաբանությունը գրել, հետո հասկացա, որ ես դրանով միայն լսարան եմ տալու այդ մարդուն, այսինքն մի բան ինչի կարիքը ինքը ունի, եւ հասկացա, որ չարժե ինչ-որ նման մարդկանց վրա ժամանակ ծախսել։ Իսկ եղել է կամ հաղորդում, որը եթեր չի գնացել, ինչ-ինչ պատճառներով։ Հա, եղել են հաղորդումներ, որ եթեր չեն գնացել, դրանք հիմնականում տեխնիկական խնդիրներով են եղել, այսինքն 3-4 հաղորդում է եղել, երբ տեխնիկական խնդիր է առաջացել, բայց սպառնալի զանգեր այդպես չի հնչել, որ խնդրում եմ երբեմն Ամալիա ջան, սկսես չթողում տուն մտնեմ, խնդրում եմ, դա եթեր չտակ։ Չէ, այս առումով հիմա բոլորը շոկի կենթարկվեն, ես ունեմ հաղորդում, որը իհարկե դա մանիպուլացնելով չի եղել, ես ուղղակի որպես կին կնոջ դրության մեջ մտնելով եմ արել, ես ունեմ հաղորդում, որտեղ հատիկ մոնտաժով մաքրել ենք բոլոր արդյունքները։ Ոչ թե այսպես ենք մաքրել, այլ կտրել ենք լսող կադրերով, փակել ենք եւ այլն, որովհետեւ մարդը խոսում էր իր համար շատ նուրբ թեմայից, ինքը շատ հուզված էր, ինքը այդտեղ ուներ որոշակի ասելիք, բայց խնդրեց, որ ինքը տվյալ իրավիճակում չի ցանկանա երևա իր էմոցիոնալությունը, բայց լինում է, որ գալիս են, խոսում են, հետո փոշմանում են, ախր հարցազրույց տալը պատասխանատվություն է։ Իհարկե, եղել է այսպիսի մի դեպք օրինակ, որ թեթև կշտված լինեն, հետո հարթվի այդ կոնֆլիկտը ու ասեն, Ամալիա ջան, խնդրում եմ, էլի արդեն բարիշել ենք մենք։ Եթեր չտաս։ Չէ, այդպես չի եղել, որովհետև սովորաբար շատ լավ ենք իրար հետ, ուղղակի մի թեթև նեղված էի։ Չէ, այդպես չի եղել։ Իհարկե շատ լավ կլիներ, որ այդպիսի դեպքեր։ Հա, եթե խոսում ենք մենք ընտանիքների քանդման դեպքում, բնականաբար միշտ լավ է, երբ որ ընտանիքը վերամիավորվում է։ Չէ, ես գլոբալ էի հարցնում ավելի շատ։ Ընկերուհու հետ, գիտեմ, մի թեթև գշտվել են ու գալիս է հարցազրույց է տալիս, վերջում ասում է կներես Ամալիա ջան, ուղղակի։ Չէ, այդպես չի եղել, երբ որովհետև միշտ երբ որ խոսել են, արդեն այդ վերջնական կետին հասած են խոսել։ Արի խոսենք մի փոքր արտաքին տեսքից հետ։ Բոլորը բուրըն քննարկում են վարսերիդ երկարացումը, այդ ինչպես որոշեցիր կտրուկ երկարացնել։ Մեկ օրում։ Ձվով հայտնի։ Այդպես համարենք։ Կախարդական փայտիկով։ Իսկ իրականում ժամանակակից մեթոդները մեզ դա թույլ են տալիս, ես չգիտեմ ինչու են այդքան բուրըն քննարկում, ասում են կեղծամ է դրված, ժողովուրդ։ Ու թեկոս կեղծամ է դրված եւ ինչ։ Կարող է իհարկե լինել նաեւ կեղծամ, որը ոչ այն փոփոխություն է, բայց իմ բարագայում չէ, երկարացրել եմ եւ բավականին երկար ժամանակ չեմ կարողանալու հանել, նախ որովհետև մազերս վնաս կլինի, եթե հանեմ, երկրորդ որովհետև ինձ շատ է դուր եկել, որը ամենակարևորն է։ Եվ որպես կանոն ես շատ կոմպլիմենտներ եմ ստանում իրական կյանքում, վիրտուալ մարդիկ, եկեք անկեղծ վերաբերվենք հարցին ամենայն հարգանքով բոլորի հանդեպ, բայց արդյոք եթե ես օրինակ տեսնեմ մարդուն, որը գրում է Ամալիա ջան, այդ ինչ ես արել, արդյոք իր ճաշակը ինձ դուր կգա։
ինձ դուր է գալիս ժողովուրդ ներողություն, որ ինձ դուր է գալիս, բայց դուր է գալիս։ Ամենակարևորը հենց դա է։ Ու հիմնականում են բացական կարծիք գրողները, «Վեղ, քեսի չակո մազերի տեսքը, ասենց կան, Ամալիա ջան, մի հատ կարելի է նկարվենք»։ Ամալիա, բայց ամեն դեպքում կարևոր է քեզ համար թե ում մազն ես կրում, գուցեև падգամավորի մազական հանցագործի, առաջին լրագրողի։ Եթե անկեղծ ասեմ, անդադ մտածում եմ, որ ինձ կպնում է ու ինձ դիսկոմֆորտ էր, ինձ մոտ ալերգիա էր տալիս։ Այսինքն ես ամեն կերպ հարմարվել էի, վիզուալ ինձ դուր էր գալիս եւ այլն, բայց ամեն օր հակաալերգիկ դեղ էի խմում, որովհետեւ ցաներ լինում ինձ վրա ու ես հասկանում էի, որ այդ իմ բզիկներն են։ Բայց շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ, ինձ էլ է դուր գալիս։ Քանի որ դու դարձել ես լացի մասնագետ։ Խնդրում եմ ինձ ասա այդ լացի մեխանիզմները ինչպես ես դու մարդկանց համոզում, որ քո հաղորդման շրջանակներում այդ նույն մարդը, ով գալիս է ուրիշ հարցազրույցից, այսպես շատ հաղթանդամ նստում է քո առջև ու սկսում է հեկեկալ։ Ինչ մեթոդներ ես կիրառում, ասենք սոխ ես կտրատում։ Դու ինձ մոտ եղել ես, յուր չես հիշում, որ քեզ ասեղներով ծակում էինք։ Չէ, իմ ապակիները չէր տակը։ Ամեն անգամ մի նմանատիպ մեթոդ ենք կիրառում եւ մարդիկ հոզվում են։ Հասկացա։ Բայց իմ ապակիները փոխել է պետք։ Սիրով։ Եղել է հաղորդման ընթացքում մարդ, ում շատ երկար ես համոզել ու այդպես էլ չի եկել։ Հյուր։ Ես համոզել չեմ սիրում։ Մարդը պիտի հետո դրա հետ ապրի։ Ես չեմ կարող ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը, գուցե մարդը անկեղծանա ու հասկանա, որ ինքը պատրաստ չէր այդ անկեղծության հետ ապրել։ Բայց կապի մեջ լինել, օրինակ Լուիզա Ղամբարյանի հետ հարցազրույցը մենք երկար ժամանակ խոսում էինք իրար հետ ու ես Լուիզային շատ եմ սիրում։ Ժամանակ առ ժամանակ մենք կապի մեջ էինք, որովհետև ինքը ասում էր, որ պիտի գա փուլ, որ ես հասկանամ, որ եկել է այդ փուլը ու պատրաստ եմ խոսելու։ Ինձ թվաց ժամանակ առ ժամանակ մենք կապի մեջ ենք եղել, որ հանկարծ առաջին ուրիշ լրագրող Հարանքը չճուզի։ Մեր հաղորդման գործընկերն է Դիլիջան Գարեջուրը, որն ամռանն ընթառաջ ներկայանում է նոր ակցիայով։ Գնիր Դիլիջան Գարեջրի 025, 05 և 033 չափերը, ակտիվացրու խցանի ներսի կոդ ուղարկելով Դիլիջան բիր.am կայք կամ 8707 կարճ համարին ուղարկելով SMS, ստացիր հնարավորություններ շահելու, ուղղաթիռով ուղեգրեր, Եգիպտոսի ուղևորություններ, iPhone-ներ, հեծանիվներ և իհարկե բազմաթիվ նվերներ քո ու հարազատներիդ համար։ Շնորհավորում եմ դուք շահել եք մեկ շիշ գարեջուր։ Դիլիջան Գարեջուր, զգա ամռան ռիթմը։ Մեր արևային գործընկերն է Solar Center-ը, արևային համակարգերի և ջրատաքացուցիչների ներկրում, վաճառք, տեղադրում և սպասարկում ամեն ինչ մեկ տեղում։ Գործում են ապառիկի ֆանտաստիկ պայմաններ, 0% կանխավճար, 0% սպասարկման վճար և 0% փաստացի տոկոսադրույք։ Իսկ ինչ ենք ստանում մենք, 25 տարվա արտադրողության երաշխիք, 12 տարի անվճար սպասարկում և էներգիայի հսկայական խնայողություն։ Solar Center-ի շնորհիվ ավելի քան 10,000 ընտանիք և բիզնես ընկերություններ արդեն փոխել են իրենց կյանքը, անցնելով արևային էներգիային։ Solar Center, ձեր արևային տանիքը։ Ասիական խոհանոցի սիրահարներն ունեն արդեն իրենց սիրելի վայրը, Ramen Ten-ը։ Ten այսինքն դրախտային տեղ, որտեղ ամեն ինչ, համերը, միջավայրը, սպասարկումը ստեղծված է միայն հաճույքի համար։ Այստեղ դուք կարող եք վայելել իսկական ռամեն, համեղ սուշի ռոլեր և ասիական այլ ուտեստներ պատրաստված թարմ և բարձրորակ բաղադրիչներով։ Ramen Ten-ը գործում է 2 հյուրընկալ հասցեում, Աբովյան 2 կոտորակ 5 և Սարյան 1։ Յուրաքանչյուր մասնաճյուղ ունի իր յուրահատուկ ոճը, բայց նույն սրտանց հյուրասիրությունը։ Ramen Ten, ռամենի աշխարհը ձերն է արդեն։ Լավ Ամալիա, մենք հիմա խաղալու ենք մի շատ հետաքրքիր խաղ։ Ամալիա, մենք իրար տալու ենք պրովոկացիոն հարցեր ու փորձելու ենք մաքսիմալ անկեղծ պատասխանել։ Իսկ չպատասխանելու դեպքում պետք է ուտենք շատ կծու հավիթևիկներ, որը մեզ է տրամադրել մեր մշտական գործընկեր Ramen Ten ասիական խոհանոցը։ Ես էլ քեզ հարց տալու։ Այո։ Դերել ես ինձ աշխատացնես։
Խնդրեմ ձեր ապսեն Դու Ամալիա։ գիտես չէ, որ ես կծու ընդհանրապես չեմ կարողանում ուտել։ Այնպես չի, որ ես շատ կծու սիրում եմ, բայց Որոշել են ինձ երկրորդ անգամ լացացնել։ Կանչել եմ, որ լացացնեմ։ կարգը այդպեսին է։ Ընդ որում Ռամենթենի խոհարարը հատուկ կծուն ավելացրել է, որ մեր խաղը ասեն շատ սուր ստացվի։ Գնացինք։ Առաջի հարցը դու տուր ինձ։ Ես մինչ այդ կենտրոնանամ։ Դու տուր, մինչև ես հասկանամ։ Պատրաստ ես։ Պատրաստ եմ։ Գնացինք։ Կասես թե ով է եղել քո կյանքի մեծագույն սերը։ Դուք չեք ճանաչում իրեն։ Ոչինչ։ Չեք ճանաչում։ Հիմա որ օրինակ ասեմ Պողոսը, Պետրոսը, թե Մարտիրոսը։ Անուն ազգանուն եւ հայրանուն։ Յա։ Մենք կգտնենք նրան Ամալիա։ Հավատա։ Դե մի չեք ճանաչում, ձեր համար շոու բիզնեսի չի եղել, դաշտի հետ կապ չունի։ Որտվել ես Ամալիա, չես ենթարկում մեր խաղի կանոններին։ Նման հարց նույնիսկ ես ձեր չեմ տալիս, ինչքանով է դա նորմալ։ Կեր Ամալիա ջան։ Որի վրա է քիչ։ Շատ կծե է։ Ինչ է ինձ սպասվում։ Դա եմ ուզում հասկանալ։ Համովա։ Համովա։ Ռոմենթենը միշտ համովա պատրաստում, բայց հեսա դու կզգաս կամաց դեռ տակ ես Ամալիա։ Այրվում եմ ես, չեմ կարող այսպես։ Հա, ինձ մնաց ամենավատ հատվածը, որովհետև հիմա դու ես ինձ տալու շատ պրովոկացիոն հարց։ Խոնը ջուր էլ տվեք։ Խնդրում եմ ջուր տվեք։ Ջուրը որտեղ է։ Ու քանի գնում է ու ժեղանում է կծվությունը։ Խի։ Հա, ջուրը շատացնում է։ Ես որ կծվակեր չեմ։ Ես է կծու։ Բա ինչի մինչև խմել ես չա, բա ճիշտ է ասում ու ժեղած։ Այդ ես լացակոմած տուր ինձ քո պրովոկացիոն հարցը։ Զարա ջան։ Դե հիմա մեզ ասա, Women's Club-ում ամենաթեժ կռիվը անուններով ու դեպքերով ում միջև է եղել։ Բայց այդպես բան է եղել։ Իհարկե, Թեժ կռիվ։ ես քեզ որ հարցնում եմ, ես գիտեմ։ Թեժ կռիվ անունը։ Չի եղել թեժ կռիվ։ Կեր։ Ամենա չի եղել թեժ կռիվ։ Դու ես նկարագրած էր ավարիայի ճակատամարտը 421 ճակատամարտը չի եղել գուցե, որովհետև 2020 տխմոտ կետի թվականից հետո ենք ապրում։ Բայց կռիվներ եղել են։ Կեր։ Չեմ ուտելու։ Դե ուրեմն պատմի։ Թեժ կռիվ ունեցել ենք Տոման ու Մաշան։ Ուտելիքի թեմայի կապակցությամբ։ Ու միշտ ամենաթեժ չկա։ Ամեն օր Զարա, մեր ականջներին լապշա մի կախիր, նորմալ կամ պատմի կամ կեր։ Տես, սիրելիս ես լրագրող եմ։ Ինձնից փորձում չունես կամ պատմի կամ կեր։ Ոյս լրագրողները ինչ են անում։ Գոնե հակառակ կողմից ուտեիր ինպես։ Բայց այդ թեժ կռվի մասին ինձ կպատմես, չէ՞։ Եղել է տենց բան։ Իհարկե։ Ես չեմ ներկա չեմ եղել։ Լուրջ եմ ասում։ Դու միշտ ներկա չես լինում։ Հիմա կարող ես նույնիսկ ասել, որ վայ վիտամինն ու 32-ը բաժանվել են։ Տեղյակ չի Զարան։ Ես գիտես, որ համ վիտամինում եմ գնացել, համ 32-ում այդ նույն ժամանակահատվածում։ Նենց որ ես այդ կռիվներին չեմ լինում։ Այդ ժամանակ անհետանում եմ։ Ինչպես ես հաջողացնում։ Ես կռիվը գցում փախնում եմ։ Բայց ասա որ ավելի այս մյուսները ավելի սարսափելի են լինելու, որովհետև չեմ հավատում։ Պրոստը չեմ հավատում, ես ինչա։ Ես ավելի հեշտ տարա։ Հաստեն դու ավելի վատ կծու ուտող ես, քան ես։ Ինձ մանիպուլյացիա է ենթարկում, որպեսզի հաջորդ հարցը հեշտ տամ ու չուտի։ Հարց երկրորդ իմ կողմից։ Կարող ես ասել ամսական ինչքան գումար ես աշխատում միջինում։
ասա որ հարկայինը մեզ դիտում է։ Հարկայինի հետ կապված խնդիր չկա, ես կարող եմ ձեզ առաջարկել, որ հարկայինին հարցում ուղարկեք։ Իդեպ, երբ որ երեք ես տուգանվեցի, հասկացա, որ այդ պարեկը իմ նախորդ ամիս վճարած հարկից գնված մեքենայով, ստացած աշխատավարձով եկավ եւ ինձ տուգանեց։ Այնպես որ հարկայինի հետ կապված հաստատ խնդիր չկա, բայց Հարցազանել չես ցանկանում, հետևաբար կեր։ Իրականում ցանկացել էին վատություն անել, բայց այնպեսի համով թևիկներ են դրել, որ ես հաճույքով կուտեմ եւ չեմ պատասխանի հարցերին։ Մեղավորը դուք եք։ Ես ուղղակի թևիկներն եմ հավանել անկեղծ ասած։ Ինչ հեշտ ես ուտում, ամալա։ Մեզ ասա վիտամինի կամ 32-ի թիմից ով էր այն մարդը, ով ազդում էր քո նյարդերի վրա։ Նյարդերի Անուն, ազգանուն, հայրանուն, հայտնիներից իմիջայլոց ետին պլանի մարդկանցից ոչ մեկի չասես։ Չկա այդպիսի մարդ, որ նյարդերից վրա ազդել է։ Դե ասա ով էր ամենատաղանդավորը այնտեղ, որ բոլորի լավն էր։ Բոլորը։ Դե ուրեմն կեր։ Բոլորը։ Նրանք տես ամալա, ես կարող եմ ասել։ Զարա, ես քեզ երբ որ ասացի, գիտես, որևէ մեկը չի ճանաչում եւ այլն, դու ինձ ասացիր կեր։ Արամ եմ Պետրին։ Արամ եմ Պետրի, ասեմ ինչու։ Ու դու հիմա չես ամաչում, օրինակ Գարիկի առաջ, Միսի առաջ, որոնք եւս շատ տաղանդավոր են, Վաչեի առաջ, ոչ ոքից չամաչեցի։ Առանց ամաչելու, որովհետեւ կարող եմ հիմնավորել, ինչու, որովհետեւ Արամ եմ Պետրի բազմապրոֆիլ տաղանդներ ունի իր մեջ գեներացրած, եւ երաժշտական, եւ պարային, եւ հումորային, ամեն ինչ, եւ դեղագործը։ Ինչ դեղ պետք է լինում, զանգում եմ, Արամ ջան, մի հատ խնդրում եմ, էլի ասկոֆեն ինչ անում։ Կեր ամալա։ Եթե դու պատասխանես, ես եմ ուտում։ Այո։ Դու հարցը կհասնես։ Լավ, մի պուճուրիկ, ես քեզ չեմ ուզում շատ տանջեմ։ Գոնե մի կծ, որովհետև գնալով ամեն այդ եզրից կարող ես կծել, որովհետև գնալով թեժանում է մեր մոտ։ Թեժ կանոններ։ Հերթիմն է։ Կարող ես ասել կարիերայիդ ընթացքում բազմաթիվ հարցազրույցներ ես ունեցել։ Ամենատհաճյուրիդ անուն ազգանունը։ Ունեցել եմ հյուր, որին մտածել եմ, որ չպիտի նկարեի։ Անուն ազգանուն, բայց չեմ ասի, որովհետև դա կոռեկտ չի լինի։ Ամեն դեպքում ես եմ չէ այդ մարդուն հրավիրել, այդ նույնն է, որ մարդուն հրավիրես քո տուն, հետո բամբասես իր հետևից։ Չէ, շոտ եմ փոշմանվում այդ մարդու հետ հարցազրույց եմ արել։ Դերասաներ թե Եկատուն մամայս։ Դերասաներ թե երգչուհի էր։ Խնդրում եմ մենակ դա։ Դերասան էր։ Դերասան։ Կին թե տղամարդ։ Ես համուտեմ համապատասխան եմ։ Հաջողություն։ Կին թե տղամարդ։ Զարա կարաս գնես հաղորդում։ Ամալա կին թե տղամարդ։ Ամալա կարող ես պատասխանել։ Կին էր նա թե տղամարդ։ Ամալա ես քեզ պարզապես խնդրում եմ եւս մեկ անգամ հիշիր, որ ես ունեմ փոքրիկ տղա տանեից սպասող, պատասխանիր իմ այդ հարցին։ Կին էր թե տղամարդ։ Սարա, բերանս վառվում է։ Լավ չի չէ։ Լավ չի չէ։ Չէ։ Վերջ, երրորդ հարցը հնչում է քո կողմից ու ավարտում ենք մեր այս կծու չելենջը։ Հիմա անուն ազգանով ասա երեխայիդ դպրոցի դասատուներից ով է, որին ատում ես ու երեխատ էլ հետդ է ատում։ Դպրոցի դասատուներից, որ ատում եմ, որ բայց չեմ ճանաչում, որ ատեմ, ամալա ջան, ես երեխատ տուն է գալիս, քեզ հետ չի շփվում։ Զարա, տես, ես սիրում եմ, մեր միջի ես պիտի լինեի, ոչ թե դու։ Բայց անկեղծ եմ ասում, անուն ազգանուն չգիտեմ։ Ես գիտեմ միայն իր դասղեկին, ընկեր Սարգսյանին, ում շատ սիրում եմ։ Դու երեխայով չես հետաքրքրվում, երեխան չի գալիս պատմում, որ ինքն է ինձնով հետաքրքրվում, ասում եմ մամա ջան, ամենից նորմալ է, ինչ կատակ կա, որ պակասա, օգնում գրում ենք։ Երեխատ հնարավոր կերոր իմ կյանք, ամալա ջան, ամենավերջում պիտի սենց անել։ Եղունքս էլ կոտրվեց։ Վայ։ Գոհես։ Իրականում փաստային ինձ համար այնքան դաժան չեղավ, ինչքան քեզ համար։ Ահա բալա։ Փոսփորողը ինքն է փոս ընկնում։ Սարա ջան։ Պրոստը ես չէի այս փոսը փորը։ Իմը խաղերն էր։ Էй ամալա ջան։ Եկար ու այրեցիր բոլորիս։ Շնորհակալ եմ քեզ շատ ջերմ անկեղծ զրույցի համար։ Կարծում եմ, որ հեռուստադիտողը եւս շատ կհավանի քո այս անկեղծությունն ու պոզիտիվը։
Տեսնում ես, երբեմն մենք դերերով փոխվում ենք կյանքում։ Շնորհակալ եմ, շատ ինձ շատ հետաքրքիր էր, հետաքրքիր է նաև ձեզ տեսնել որպես լրագրող։ Դե կգամ դասեր կվերցնեմ մեկ-մեկ։ Բավականին լավ անում եք, ասում դասեր։ Բա ինձ ինչքան հետաքրքիր էր Ամալիա ջան։ Ինձ թվում է ինձ եք տալիս նվերը։ Ամալիա ջան, ես փող չունեի, բայց ֆանֆանց ուլպան խանութների սրա։ Շնորհակալ եմ շատ, ինչ հաճելի։ Այս գեղեցիկ վարդերը քեզ։ Շնորհակալ եմ շատ։ Ջայլոց Ամալիա, մեր գործընկեր Դիլիջան Գարեջուրը եւս քեզ համար պատրաստել է անակնկալ։ Գարեջուր, ամռան ընթառաջ ֆուտբոլի ֆինալի սնդակարգը ավարտել եմ, կարող եմ պատրաստվել հաջորդ սնդակարգից։ Շնորհակալություն, որ մեր հյուրն էիր։ Շնորհակալ եմ շատ, քեզնից այնքան սեր ու ջերմություն էր գալիս, շնորհակալ եմ շատ, որ այդքան դրական ես, որ այդքան սրտացավորեն էիր վերաբերվում քո աշխատանքին ու իմ հյուրընկալությանը ու շնորհակալ եմ ամեն ինչի համար։ Դա փոխադարձ է, չէ՞ սիրելի երաժիշտներ։ Գանա նման հարևաշար, բարկերի բույրը իստոպի, ու շուտերով տինձայրով, սրտիս կիրկը հագեցնիչ։ Այժմ մենք միասին կթեթևացնենք ձեր գլխում տիրող քաոսը։ Դրա համար դուք պետք է անեք այն, ինչ կլսեք ինձանից։ Այժմ դուք դանդաղ փակում եք ձեր վարկերը, ասում եմ վարկերը։ Դուք դանդաղ փակում եք ձեր աչքերը եւ անում եք այն, ինչ կասեմ ես։ Այժմ խորը շնչում եք քթով եւ արտաշնչում եք բերանով։ Խորը շնչում եք քթով եւ արտաշնչում բերանով։ Հաջորդ վարժությունը մի փոքր ավելի բարդ է։ Դրա համար կխնդրեմ, որ ավելի ուշադիր լինեք։ Այժմ դուք լսում եք ականջով եւ տեսնում աչքով։ Լսում եք ականջով եւ տեսնում աչքով։ Եթե դուք սովածանում եք, ապա ուտում եք։ Եթե սովածանում եք, ապա ուտում եք։ Եթե սոված ծարավ եք, ապա ուտում խմում եք։ Եթե դուք չեք տեսնում, թե ինչ է անում ձեր աջ ձեռքը, դա նորմալ է, որովհետև ձեռքերը աչքեր չունեն, որ տեսնեն, ընդհանրապես, ոչինչի մասին մի մտածեք, ուղղակի շնչեք և արտաշնչեք, շնչեք և արտաշնչեք, հանգստացեք, հանգստացեք, ասում եմ, հանգստացեք, հանգստացեք, բարի գիշեր։ Երջանկության արցունքները սիրովը դու ինձ տվեցի Երջանկության համբուրները շուրթերիս վրա դրոշմեցի Երջանկության արցունքները սիրովը դու ինձ տվեցի Երջանկության համբուրները շուրթերիս վրա դրոշմեցի Գանա նման արևաշար, բարկերի բույրը ինձ տվի ու շուրթերով տինձայրով սրտիս կիրկը հագեցրեցիր Գանա նման արևաշար, բարկերի բույրը ինձ տվի ու շուրթերով տինձայրով սրտիս կիրկը հագեցրեցիր Երջանկության արցունքները խոստումներով դու ինձ տվիր ու ինձ տալով ուրախություն դու ինձ երջանիկ դարձրեցիր Երջանկության արցունքները խոստումներով դու ինձ տվիր ու ինձ տալով ուրախություն դու ինձ երջանիկ դարձրեցիր Գանա նման արևաշար, բարկերի բույրը ինձ տվիր ու շուրթերով տինձայրով սրտիս կիրկը հագեցրեցիր Գանա նման արևաշար, բարկերի բույրը ինձ
հագեցրեցի Գանանը մանար է վաշավ Բարդերի բույրը ինձ տվի Ու շուրտերով հոտին ծայրով Սրտիս գիրքը հագեցրեցի